Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր ես ուզում եմ խոսել երկու հայտարարությունների մասին, որոնք ողողել են մամուլը։ Առաջինը դա Հանրապետության վարչապետի այն հայտարարությունն էր, որ Հայաստանում կադրային սով է, աղետ է և պետք չի մեղադրել կառավարությանը, իշխանությանը կադրային քաղաքականության մեջ, որովհետև իրականում նրանք չունեն ռեսուրսներ և այդ խեղճ աշխատողները, ըստ վարչապետի, որոնք ստանում են 500,000 դրամ աշխատավարձ, անեծքով են այդ փողը իրենց տուն տանում և այլն և այլն։ Եվ երկրորդ հայտարարությունը, որ արեց առողջապահության նախարարությունը հարցազրույցի ժամանակ, երբ որ պատասխանում էր լրագրողների հարցերին, այն էր, որ այո, ինքը պատրաստվում է ազատել մի քանի բժիշկների, գլխավոր հիմնարկի տնօրենների, ավելի ճիշտ, և նշանակել նորերին։ Սկսեմ երկրորդից։ Ուրեմն առողջապահության նախարարը հայտարարում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենը և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը շատ լավ են աշխատել։ Իրենք բավականին զարգացրել են այդ բժշկական կենտրոնները, բայց ժամանակն է նոր փուլի անցնելու, նոր կազմակերպչական ջիղեր ներդնելու և դրա համար որոշել են կատարել փոփոխություններ։ Եվ հարցին, թե ով է նշանակվելու և արդյոք կա խոսակցություն, որ Նարեկ Զեյնալյանը պետք է լինի տնօրեն, նախարարը չի ժխտում, ասում է այո, մենք դիտարկում ենք Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը։ Դրանից մեկ օր առաջ լրագրողները հարցնում են Նարեկ Զեյնալյանին, արդյոք դուք որոշել եք աշխատել Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տնօրեն, Նարեկ Զեյնալյանը պատասխանում է, ինձ այդպիսի առաջարկ չի եղել։ Այնուհետև այսօր փոխնախարարին, նորից եմ կրկնում, փոխնախարարին հարց են տալիս, ասում են դուք ունեք ցանկություն աշխատելու Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում,